Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ոչ ընտրություններից առաջ եւ ոչ էլ ընտրությունների օրը մայիսի 6-ին ընտրական իրավունքի խախտման դեպքերի վերաբերյալ որևէ հայցադիմում չի ստացել, նշում է դատարանի աշխատակազմի ղեկավարը։ Ըստ Սուսաննա Համբարձումյանի, մարզի բոլոր տարածաշրջաններում են աշխատել փաստաբաններն ու դատավորները, սակայն ընտրական իրավունքի ոտնահարման աղաղակող բողոք դժգոհություններ չեն ստացել։ Գրավոր ոչ մի քաղաքացի չի դիմել, պարզապես եղել են քաղաքացիներ, ասենք մի թվով 5-6 քաղաքացի, եթե ոչ ավել, եկել են չեն գտել իրենց համարները ընտրացուցակների մեջ։ Ըստ դատարանի աշխատակազմի ղեկավար Սուսաննա Համբարձումյանի, ընտրությունների օրը դատարաններին տրված էր հնարավորություն քննելու ընտրախախտման ցանկացած դեպք, անկախ նրանից ընտրողի իրավունքները որտեղ ու ինչ պատճառով են ոտնահարվել։ Սակայն այդուամենայնիվ ըստ նրա, ընտրությունների օրը դատարանը թերծանրաբեռնված է աշխատել։ Քաղաքացին եթե կոտնահարվեր իր իրավունքը կարող է դիմել դատարան համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, բայց այս պահին ովքեր պիտի դիմեին, այն մարդիկ պիտի դիմեին, ովքեր դուրս են մնացել, այսինքն իրենց սահմանադրորեն խախտվել է իրենց իրավունքը, բայց նման քաղաքացի Գյումրի Շիրակի մարզում չի եղել։ Այն որ մայիսի 6-ին դատարանները ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ հայցադիմումներ գրեթե չեն ստացել, դա չի նշանակում, որ ընտրողի իրավունքների ոտնահարման դեպքեր չեն գրանցվել, նշում է փաստաբան Աննա Դավթյանը։ Ուղղակի շատերը խուսափում են դատարաններում վիճարկել իրավախախտման ցանկացած դեպք, քանի որ որևէ դրական ակնկալիք դատական մարմնից չունեն։ Անձը մոտեցել է քվեախցիկ, որովհետեւ իր ընտրությունը կատարի, իր քվեն տա որևէ մի կուսակցության կամ որևէ մի անհատի, բայց ինչ որ մեկը գաղտագողի գալիս ուղղորդում է կամ ոչ գաղտագողի։ Ես գիտեմ, որ բացառված չեն եղել ընտրատարածքներում այդպիսի դեպքերը, որ ինչ որ մարդիկ մոտեցել ուղղորդել են, ասել են, որ այս կուսակցությանը պիտի ընտրես կամ այս անհատին պիտի ընտրես, բայց ինքը չի էլ բողոքարկել, որ այդ պահին իմ իրավունքը խախտվեց։ Անձամբ փաստաբանին ընտրությունների օրը տարբեր հարցերով դիմել են, այն որ ինչպես շատ մահացած մարդկանց, այնպես էլ երկար տարիներ արտասահմանում ապրող իրենց հարազատ բարեկամների անուններն են տեղ գտել ընտրացուցակներում։ Մայիսի 6-ին որոշ ընտրողներ այդ հարցով դիմեցին նաև Գալա հեռուստաընկերություն։ Մստեղ 8-ի ստեղ չեն։ Եմեսա ցանուկ է դա, ես գնացել եմ ոստիկանություն, ինձ ուղղակի դատարան գնացել գնամ միլիցիա։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում մայիսի 6-ին ու դրան հաջորդող օրերին ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է 174 դեպք։ Դրանք հիմնականում վերաբերում են ընտրակաշարքին, լցոնմանը, այլ անձի փոխարեն քվեարկելուն, լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելուն եւ այլն։ Հանցագործության դեպքի ու հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է 34 դեպքերի պարագայում։ Մյուս դեպքերով նյութեր են նախապատրաստվում։ Հերմինե Մկրչյան, Սամվել Վարդանյան, Գալենյուս։